այսօր եկեղեցու մարգրման շակերտավոր մարգրման գործընթացի մասնակցում են անձինք, որոնք այսօրվա մեր հասարակության թելմացքներն են, եւ շատ կարևոր է, որ այդ հաղթանակի դեպքում մենք պարտվելու ենք ոչ թե գործող կառավարիչների, այլ այսօրվա հասարակության թելմացքներին, որոնք առաջացումը կամ կենսագրությունը շատ կասկածելի է եւ որոնց վրա անգամ կան քրեական գործեր հարուցված, կարամ ասեմ ալբաններ, Ռուստամ Ավագյան, Ռոմա Բաղդասարյան եւ այլն, այդ նման տիպի մարդիկ, որոնց ավանդական նույնիսկ մարդ չի կարող համարել, արդեն հասկանալի ասեմ, այդ մարդիկ այսօր ուզում են եկեղեցին մաքրեն, այսինքն իրենք ապրում են իրենց պիղծ կյանքով, եսի նկատի ունեմ, ովքեր մասնակցում են, բացի դրանից կեղծ դպիրներ են մասնակցում, որոնք ընդհանրապես դպիր չեն, հոգևորական չեն, քահանա չեն եւ մասնակցում են։ Ես էլ կարող եմ ասեմ, որ ես դպիր եմ եւ բոլորին հրավիրեմ պատարագի եւ ոստիկանությունը արդյոք այդ դեպքում իմ իրավունքները կպահպանի, որ ես ասեմ, որ ես ուզում եմ այսօր սուրբ պատարագ մատուցեմ մեր հայրենակիցներին։ Իհարկե ոչ։ Դե համար ոստիկանությունը այս դեպքում կատարում է ուղիղ հակառակ գործողություն եւ պաշտպանում է այն անձանց, որոնք ծծում են այսօր եկեղեցին։ Ի նկատի չունեմ իշխանությունը ինչ է անում, ոնց է անում, բայց գործիքները տվյալ դեպքում հանդիսանում են այդ մարդիկ, որոնց անգամ եթե մարդիկ իմանան նրանք ովքեր են, իրանք շատ վատ կզգան, որ իրենց հետևից գնում են, անգամ եթե իշխանահաճո գործողություն են դա համարում, աշխատանքից, պաշտոնից դրդված են կատարում։ Ես խնդրում եմ մտածեն մեր հայրենակիցներին այս իբր մաքրման գործընթացին մասնակցելով, իրականում իրանք Հայաստանն են մաքրում առաքելական եկեղեցուց եւ հայից ընդհանրապես մաքրում են մեր պետականությունը։ Ես շատ կուզենայի, որ մարդիկ մտածեն, երբ որ նմանատիպ գործողություններ են անում եւ մասնակցում են այսօրվա այդ կեղծ պատարագներին։ Շնորհակալություն։